Հիշում եմ բոլորի ավականու 15 անգամից ներկայ 15-ը ողորմեն իսկ կարող են սկսել։ Ներկայացնեմ 25 թվականի 7-րդ մկրաշրջանի դեկտեմբերի 15-ից 12 հերթական նիստի ուղղակավ։ Առաջին հարց։ Կոտակի մարզի Աղմուկ համայնքի ավականու 24 թվականի դեկտեմբերի 29-ին N97 որոշ սանրիկ փոփոխություններ կատարելու մասին։ Երկրորդը։ Կոտակի մարզի Աղմուկ համայնքի 26 թվականի տեղական քույրերի և վիճակների տեսակները և վիճակապերը սահմանելու մասին։ Երրորդ հարց։ Աղմուկ համայնքի 26-2026 թվականի տեղական վճարների նոր տեսակներն ու դրանց վճարչափերը սահմանելու մասին։ Չորրորդը Կոտակի մարզի Աղմուկ համայնքի 2026 թվականի տարեկան աշխատանքային պլանը հաստատելու մասին։ Հինգերորդ Կոտակի մարզի Աղմուկի համայնքապետարանի աշխատակազմի 2026 թվականի կառուցվածքը աշխատողների քանակը, հասկացուցակը և պաշտոնային վճարչափերը հաստատելու մասին։ Վեցերորդ Կոտակի մարզի Աղմուկ համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների 2026 թվականի աշխատողների քանակը, հասկացուցակը և պաշտոնային վճարչափերը հաստատելու մասին։ 7-րդ հարց։ Աղմուկ համայնքի կոմունալ ծառայության համայնքային հիմնարկի 2026 թվականի աշխատողների քանակը, հասկացուցակը և պաշտոնային վճարչափերը հաստատելու մասին։ 8-րդ Աղմուկ համայնքի սեփականություն հանդիսացող բույսը օտարելու մասին։ 9-րդ Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին։ 10-րդ Հողամասը Աղմուկ համայնքի սեփականություն ճանաչելու մասին։ 11-րդ Նետ բնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանման մասին։ 12-րդ Աղմուկ համայնքի ավականու 25 թվականի նոյեմբերի 11-ին N79A և N80A որոշումների մեջ լրացումներ կատարելու մասին։ Եվ 13-րդ Կոտակի մարզի Աղմուկ համայնքի 2026 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթաց սկսելու մասին։ Այսքանն ավականու այսօրվա հարցերը, ստեղ հրապարակության խնդիր էր առաջացել բյուջետավորման հետ կապված ուշադրումով մուրակարգմատել, չգիտեմ ստացել եք ուտ, թե չէ։ Բայց անհրաժեշտությունն ինչ հարցեր կան վերաբերյալ։ Ովքեր են օրակարգը ընտրված ցանկով հաստատելու վերաբերյալ։ Անցնենք օրակարգային հարցերին։ Առաջի հարց վերաբերյալ Մուսուտեր Շուբանյանը բյուջեի եկամտային և ծախսային ուղղվածներում կատարվեց փոփոխություններ։ Հողի հարկի եկամտատեսակի պլանը ավելացվում է նախատեսվում է ավելացնել 4.500.000 դրամ։ Անշարժույթի հարկի եկամտատեսակի պլանը 15 միլիոն դրամ։ Փոխադրամիջոցները 7 միլիոն դրամ, շենք շինությունները շենք շինությունները 200.000 դրամ, տեղական տիպքերը 24 միլիոն դրամ և ապահովության վճարույթի վճարը
ընդհանուր գումարով 59 միլիոն դրամ։ Ըստ ծախսերի անհրաժեշտության հաշվում ենք օրենսդիր գործադիր մարմնում 34 միլիոն դրամ, ընդհանուր բնույթում 18 միլիոն դրամ և նախագծական կրթություն 7 միլիոն դրամ։ Սանյանի բյուջեի մասը խոսում։ Այո։ Մենք երկրորդ անգամ ենք ավելացնում, չէ՞, մի բաներ ավելացնում։ Մեկ անգամ ենք տարվա ընթացքում ենք ավելացնում։ Պլանը։ Այս բանին նախատեսված փոփոխություններով հանդերձ ապահովում ենք գույքահայտ անշարժ գույքի պլանը 105.1%, փոխադրամիջոցները 102.8%, տեղական թուրքը 100.1% և տեղական վճարը 103.4%։ Սա արդեն իսկ նախատեսվածով ավելացված։ Ուրիշ հարցեր չկան։ Ովքեր են նշված փոփոխությունը կատարել։ Ձեռնպահ։ Երկրորդ հարցը վերաբերում է Կոնկրետ որ եկամտահեսակի մասով։ Ավելացումը ուրեմն անշարժ գույքը պայմանավորված է տեղական շահագործության փոփոխություններով, որոնք որտեղ ամերձել են և որի հարկի մուտքեր են եղել։ Տեղական թուրքը, որ շտական ընթացքում սա արդեն իսկ 44 միլիոն դրամ հասկացում, երկու ավելացումը միասին, դա պայմանավորված է բացահայտ շենքերի մուտքերով, այո։ Ինքնականում Օբյեկտիվ պայմաններ ունես, ուրիշ չկդանավորվելու համար։ Մենք չգիտենք, կտանք այդ շինունդողությունը, որոնցի վճարել, թե չէ, կհասցնենք այս տարվա մեջ, գիտենք, որ գործընթացը բերնում, հիմա ունենք էլի զապաս մյուս տարվա համար, որ այս տարի չհասցրեցին լսումները, մնացած գործողությունները, շրջանակործակրությունը չեն ավարտել, դրանց ձգվեց 26 թվականի մնաց։ Ավելի իրատեսական լինելու համար կարծում եմ պատժապիչներ։ Իսկ եթե պլանավորեինք, չկատարեինք, արդեն բացասական երևույթներ ունենք։ Հիմա մյուս տարվա համար այդ երկուսը հաստատ պլանավորել, որտեղ գիտենք, որ վերջնական փուլ է։ Լավ։ Երկրորդ կազմակերպի համայնքի տեղական թուրքերի և վճարների կասատները վերջաչափերը համանակի մասին։ Եվ ամեն տարի հիմա այս կառավարողականը մենք 26 թվականի համար պլան ենք։ Իհարկե բացի տեղական թուրքերը, մնացածը գույքահար, փոխադրամիջոցների համար, անշարժ գույքի համար, բոլորը պլան ենք։ 26 կառավարողականներ այս ամբողջը միասին մյուս տարվա համար պլան ենք։ Լավ շարունակենք։ Համակարգի համարվածների ծես են ներկայացնում Ռոհին համակարգի 2026 թվականի տեղական թուրքերի տեսակետի դրամի քաչապել և համաձայն հանձնված երկուսի և հավելված երկուսի ձեր համաձայնությունների ներկայացնում տեղական վճարների տեսակներում որի քաչապել տեղական թուրքերի և
դրույքաչափերի հետ կապված 2025 թվականի համեմատությամբ գրեթե փոփոխություններ չեն եղել։ Հիմնականում մնացել է նույնը և նույն ձև նաև գործակիցների կիրառումն համապատասխանաբար մնացել է նույնը։ Առաջին կետի, երկրորդ ենթակետի բեյս դեպ արվիրություններին և հինգերորդ կետի երկու ենթակետի սահմանված տեղական թուրքերի դրույքաչափերի նկատմամբ կիրառվել ձեռնարկության գործակից բացառությամբ անասնաբանների և ջերմատների շենքերի շինությունների կառուցման համար 03 գործակից։ Եվ 6-րդ, 7-րդ կետերով, 9-րդ կետի առաջին ենթակետի այլ զպարբերություններով, երկրորդ ենթակետի այլ զպարբերություններով, 10-րդ կետի, 12-րդ կետի առաջին ենթակետի այլ զպարբերություններով սահմանված տեղական թուրքերի դրույքաչափերի նկատմամբ կիրառվել 03 գործակից։ Ինչպես նաև շինարարության թույլտվությունների ժամկետների, շինարարության թույլտվության սահմանված շինարարական ժամկետի մինչև 20%-ի չափով, բայց ոչ ավելի քան 1 տարի ժամկետով առաջին անգամ երկարաձգելու դեպքում սույն որոշման հավելված ենթակետով սահմանված տեղական թուրքի դրույքաչափի նկատմամբ կիրառվել 0.3 գործակից։ Դա նույնպես օրենքով սահմանված է։ Իսկ տեսակների մասով ոչ մի փոփոխություններ տեղի չունեցել։ Վճարվեն սա ավարտենք, ասենք վճարներ։ Եվ համաձայն տեղական թուրքերի տեսակների դրույքաչափերի մասով չկա, բայց վճարների մասում կա։ Համաձայն հավելված երկուսի ներկայացնում ձեր համաձայնեցմանը տեղական վճարները, այստեղ տեղական վճարներում օրենքով սահմանված տեղական վճարներով մեկ փոփոխություն են նախապես պլանավորել, քանի որ գնում են ծրագրային աղբահանությունը հարավուսի մետրով գանձելու, ճիշտ է դա վերջնական չի հաստատված, դրա համար այնտեղ նախկին 5 դրամով վերափոխել են 10 դրամ։ Մնացած բոլոր կետերը մնացել են ջրի վճարումին է մնացել, մանկապարտեզի վճարումին է մնացել, այդ մասով ոչինչ չկա։ Հիմա սեփականացել մեծ սեփական տոնում են, բայց ապրում են ասել, ընտանիքի անդամները 3 քառակուսի մետր դրա հետ կապ ունի, թե կարդել Չէ, դուք սակից լավ գիտեք, որ ծրագիր էին կազմել, որպեսզի նոր ծրագրով գույքահարկի բազայինման աղբահանություն գանձնել և այդ ծրագիրը աշխատելու էր միայն քառակուսի մետր։ Սակայն հետի հետագայում համայնքի ինքը պետք է որոշի միանում այդ ծրագիրը, թե ոչ, քանի որ տեղական թուրքերին վճարներ կարելի էին անգամ հաստատում, այդ պատճառով Համայնքի ինչ կարողի է, ոնց որոշի միացնում, որ կազմում է Չէ, դրա մասին չի։ Այո, Դեսպանի պարտադիր չի, բայց հետագայում որպեսզի ասենք գուցե պարտադիր լինի, այդ պարագայում թուրքերի հետ կապված խնդիր չառաջանա։ Դեսպանին ինքը պարտադիր չի, կամավորական ստեղծումով է։ Ես ոնց հասկացա դու երկու հարցում միասին։ Չէ, երկու ասեցի չեմ միացել։ Ուրիշ հարցեր կան, եթե չկան հասնենք քվեարկության։ Ովքեր են քո դրույքաչափերը և դրույքաների տեսակները դեր, ձեռնպատ, Մյուս հարցը վերաբերում է Աղմուկ համայնքի 2026 թվականի տեղական վճարների նոր տեսակների և դրանց դրույքաչափերի սահմանների մասին։ Համաձայն տեղական թուրքերի և վճարների մասին օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի և 15-րդ հոդվածի բացի օրենքով սահմանված տեղական վճարներից առաքումն կարող է սահմանել նաև օրենքով չսահմանված տեղական վճարներ, դրանց
Արտադրության համակարգի հաստատման վիճակ եւ խոշոր եւ ջրափոխությունների դուամիցարությունից օգտվելու համար վճար եւ ջրագրացման համակարգի կոմսարի օգտվելու համար վճար։ Այս տարի ջրամասայնացման հաստատման ներկայացնում նաեւ քանի որ ունենք տրանսպորտային միջոցներ, որոնք կարող են վարձակալությամբ տրամադրել, այդ իսկ պատճառով ներկայացնում են էքստրաօպտի օգտագործման ծառայության համար վճար 1 ժամվա համար 10,000 դրամ, օրգանիզացիայի մաքրման ծառայության 1 օրգանիզացիայի համար 15,000 դրամ, գյուղատնտեսական մեքենաների օգտագործման տրամադրելու համար ֆրեզի համար 1000 մետրի համար 5,000 դրամ, սրսկիչի համար սրսկում անհասկությունների տրամադրման 1000 մետրի համար 1000 դրամ, կարտոֆիլահանիչի 1000 մետրի համար 15,000 դրամ, կարտոֆիլահանիչի 1000 մետրի համար 15,000 դրամ, պարակտանքի սրիչի 1 հեկտարի համար 5,000 դրամ։ Եվ քանի որ ակումբ համայնքի վարչական տարածքում փողոցային լուսավորության հենասյուները օգտագործում են նաև ինտերնետ կապի ծառայության օգտագործման համար եւ մենք նախկինում չունենք սահմանված վճար, այդ իսկ պատճառով այս տարի սահմանենք նաև դրա համար մեկ հենասյունի համար ամսական վարձակալության համար մեկ հենասյունի 500 դրամ եւ լարացման համար ամսական 300 դրամ։ Ինչպես նաև շինարարական խոշոր եզրաչափի ակտի գոյացման դեպքում նշված ակտի համապատասխան կոնտեյներով փոխադրման ծառայության փոխհատուցման վճարը ծավալի 1 օրինակ մետրի շինարարական կամ խոշոր եզրաչափի ակտի տեղափոխման համար 1500 դրամ։ Նաև այստեղ գիտենք ուրբան համակարգող ներկայումս երբ փոփոխությունները ընդհանրում են, այնտեղ կա տարբեր չափերի էլեկտրամագնիսական ուղեղներ կան, որոնք փոքր հատվածներ են ընդգրկում եւ կա կիլոմետրերով երկարությամբ գծերի անցկացման անհրաժեշտություն։ Դրա համար նաեւ ներկայացնում ենք մինչեւ 100 մետրի դեպքում 20 նշանության համար որպես տեղական ուշադրություն արդեն վճար, մինչեւ 100 մետրի դեպքում 20,000 դրամ, 101-ից մինչև 500 մետրի դեպքում 30,000 դրամ, 500 մետրի եւ ավելի մետրի դեպքում 40,000 դրամ։ Սրանք են բոլոր ավելացված տեղական վճարները, նոր վճարները եւ հասկացածները։ Ան հարցեր Ովքեր են նոր տեսակի բնության չափերը հաստատելու մասին։ Ովքեր են ասնիկով անցնենք մյուս հարցին Օսայքի մարզի ակումբ համայնքի 2026 թվականի տարեկան աշխատանքային պլանը հաստատելու մասին դեպի անհայտ Տարեկան աշխատանքային պլանը համայնքում առկա ֆինանսական, վարչական, մարդկային, սոցիալական ռեսուրսները կամ կապիտալները կառավարելու գործիք է։ Ակումբ համայնքի մշակվել է տերիտորիալ հիմնական նպատակներով համակարգել ակումբ համայնքի 2026 թվականի անելիքները, սահմանել համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման առաջնահերթությունները, գնահատել համայնքի ներքին ռեսուրսները, աշխարհել համայնքում ներդրվող արտաքին ռեսուրսները, աշխատել համախառնում ռեսուրսները եւ բացահայտել պակասուրդը։ Համախմբել համայնքում տվյալական համանախատեսող բոլոր ծրագրերը եւ միջոցառումները համայնքի ինովացիոն ծրագրով սահմանված համայնքի տեսականի եւ հիմնական նպատակների իրականացման շուրջ։ Այժմ ներկայացնեմ բնակավարումները ըստ ծրագրերի։ Տեղական ինքնակառավարումը բնակիչների մասնակցության բնակավար, մասնակցային բյուջետավորման գործընթացների իրականացած բնակավարում պետության
ներդրումը 23,771,800 դրամ, իսկ համայնքը պլանավորում է որոշում անցնելու դեպքում ավելացնել 21 միլիոն դրամ, Քաղաքաշինության և կոմունալ տնտեսության բնակավար, Ակումբ համայնքի կառուցման բնակավարի հողատարածքների ոռոգման համակարգի կառուցում 110 միլիոն դրամ, նոր գյուղի բնակավարի ջրահատակարարման համակարգի բարելավում 20 միլիոն դրամ, Ակումբ բնակավարի խորհրդի ցանցի կառուցում 90 միլիոն դրամ, փողոցային լուսավորության արդիականացում 6 միլիոն դրամ, աղբարտների ձեռքբերում 6 միլիոն դրամ, կանուշների կառուցում 20 միլիոն դրամ։ Մեկ վարկյան ինչ գոյու ինչ դրամ քանի որ երկրորդ փուլի վճարումը դեռևս չէր հասցնել 25 թվականի, տարեկան աշխատանքային պլանում 26 թվականին նախատեսվել է երկրորդ փուլի կառավարության տրված սուբվենցիանը միայն մնացել։ Դե արդեն 8 տարի այդ թափոնների մեջ ենք դեռևս այդ ծրագիրը ավարտին չի հասցնել նախատեսվել։ Չեն ամիս շուտ կանում չենք անում։ Դիտենք մտածել ամեն ինչ նորմալ ինչ է ավտոբուսը ջայզ է Եվ մեր մասնակցությամբ ծրագիր է։ Մասնակցել ենք մրցույթում հաղթել ենք ճանաչվել, ու ջայզետը 11 միլիոն դրամ դրամաշնորհ տալի համայնքին, իսկ գնացածը համայնքը ոչ համայնքը չի որոշել, ջայզետները չի որոշել, համայնքի բնակիչները մենք անունեցել ենք ֆոկուս խմբային քննարկումներ, որոնց բնակավայրից ներկա են Որ ծրագրի շրջանակներում ինտեգրված համայնքային Զարգացում ինտեգրալ շրջանակում Ինչ նպատակով մեր ծրագրում ներկայացված նպատակը մեկ այլ է, իսկ մեր հիմնական նպատակը ուսանողներին առանցին մեր ավտոբուսը տեղափոխի Երևան, ինչ-որ պայմանավորված տեղ միջացնի և այդտեղից տվյալ ժամին հետ վերցնի վեր, որովհետև այդ տրանսպորտային միջոցների հետ կապված խնդիր չառաջացնեն, որ բողոքարկեն կամ նույնիսկ ծրագիրը մենք մտածել ենք, որ մասիվով ջրվեժի, որպեսզի այդ տրանսպորտների չխանգարի և ավելորդ կուսակցություն չլինի։ Այդ իդավը, բայց միատը բերեք։ Դե դա ավաշում ենք միատը բերենք, բոլոր տեղերից։ Մենք մտածում ենք համերգում, քանի որ մի հատ լինելու, այն կողմից իջացնենք մոտայք, կամ ինքը մի կողմից պետք է գա, զավից վերցնի, գա բնակավայրի հաշվերնալու, վերցնի, շարունակի Դեր չգիտեք, մենք ծրագրում ներկայացրել էինք ունենք 40 տեղանոց, բայց մեր թեմայի մեջ չենք տեղանում։ Դե ամենավան մի հատ կասկեր ընդհանրապես չլինի։ Համայնքի հասարակական տրանսպորտի աշխատանքի կազմակերպումը համայնքային ճանապարհային ենթակառուցվածքներ բնակավարում ծրագրերն են հատուկ համայնքի բոլոր բնակավայրերում փողոցների բարեկարգման ասֆալտապատման աշխատանքներ 250 միլիոն դրամ, Ակումբ համայնքի բնակավայրերում ժամանակակից ավտոկանգառների տեղադրում 10 միլիոն դրամ, Կրթության, մշակույթի և երիտասարդության հետ
լուծի վերանայությունն է 100 միլիոն գրամ եւ ընդհանուր բնակավարը կոյնում արտով մեքենայի ձեռքբերում 32 միլիոն 400 հազար գրամ։ Իվիճարոս բերգեցինան ուրա Մինչև հունվարի 10-ը նոր կլինի պարոն ինչ-որ մաքսակետերում ուշան։ Չէ, ուշացավ ինչ-որ կնտինում։ Ուրիշ աշխատանքություն ենք անել։ Ջրագծեր ասեցի։ Ջրամատակարման Որ դուր Ապուտանը գիտեն, բազնոր ասեց։ Սիներով այդ աղում բնակավարի մշակույթի տան լավի չի վերանում։ Ընդ անցանտակորատ մասնակցային բյուջետավորման երևույթ է։ Հա, բայց ավելի լավ չէ, դες մի հատ ավելի հեռու մշակույթի տուն կառուցել, կամ վերանորոգել, կամ ասենք աղում, որոնց գիտեք աղում դες յուղերի ժամանակ զարգացած։ Հիմա ոնց որ թե վիճակը չի։ Դե սա Աղովյանին Երևանին ավելի մոտ է, ինքը տրանսպորտի առումով սպորտի չգիտեմ մնացած նպատների բանը առումով ես դա նկատում եմ, աղումից ավելի շատ երեխեքին կարում գնան սպորտի չգիտեմ երաժշտության ասպեկտներ, բայց ես մեր մնացած գյուղերից ակտիվությունը շատ քիչ է։ Միգուցե ես մի հատ ուրիշ գյուղում դեպի մշակույթի Նոր չեն գնում, մեր արդեն մասնակցային բյուջետավորման հաղթած ծրագիրն է։ Չեկիսատ չի մնացել, ընդհանրապես չեն գավել, նախագիծն եք տվել, նախագիծը ամենը տվել եք, նախագիծը ապրել կանի անգամ ենք վերամշակում ենք Հումարը կա, նախագիծը չկա, որ նորցույթն հայտարարեն և այդպես ձգձգվել։ Նորը հիմա ինչին է վերաբերվելու այդ բանը։ Այս տարվա բյուջետը այդ մասնակցային բյուջետավորման կարգ է փոխվել հիմա դրա մեջ, հեսա կներկայացնի տաս։ Իվիճակոց ներկայացված այս դեր նախնականա, մենք դեր շատ բաներ ունենք, որ վերջնական կներկայացվի կամ հունվարի ավականումիստին, կամ փետրվարի, որովհետև ծրագրեր կան, որոնք լրացուցիչ կավելանան։ Այս տարի երկարացրել են սուբվենցիոն ծրագրերի ժամկետը, ներկայացնելու մինչև մարտի 1-ն ժամկետը վերջնական դեռ ունենանք մենք հնարավորություն այն մյուսները ներկայացնելու, որովհետև դեռ պարզ չի մեզ, մենք ինչ ունենանք մյուս տարի մեր ֆինանսական միջոցները ինչքան ունենանք, ասեմ ավելի 80 միլիոն դրամ բյուջեի վրա բերք միայն ավելացավ 25 թվականի վարչական բյուջեի վրա նորգյուղի և կապտանի մանկապարտեզները եվս 40 միլիոն կավելանա այս տարի մինչև ամեն դեպքում 40 միլիոն չէ, բայց պետք է նախատեսնենք ամեն դեպքում տարվա կեսից զավի մանկապարտեզը նորից պետք է շարունակվի։ Դրա վերջնական դերը պարզ չեն, դրա համար որոշակի բաներ վերապահումներով են ասում, նախորդ չասեմ, որ դեպի չառաջանա։ Ընթացքում նորից լրացուցիչ կներկայացնի։ Ուրիշ հարցեր չկան։ Գազաֆիկացումը ընթացքի մեջ է, նախագիծը ապրել պատրաստա կամ նախագիծը։ Նախագծի մեջ է փոփոխություն կրեք, նախնական վերջնական նախագիծը ունենան մյուս շաբաթ 26 ամիսների
Անցել է։ Այո։ Յուրաքանչյուր ծրագիր, որը դիմում է 50 միլիոն, հավելել համայնքային ներդրումը 50 միլիոն։ Պետք է լինի նոր դիմենք։ ծրագիրը պետք է 50 միլիոն պլյուս նոր Այսպես թե այնպես բոլոր ծրագրերն են դրանից ավելի բարձր են։ Դե մենք միայն ծրագրերը չենք ներկայացնում, ասենք կոնկրետ զավին այսիշ փողոցը կամ ակունքի այսիշ փողոցը։ Մենք ներկայացնում ենք սևաբեռ, եւ բոլորը անցյալ տարի անցնող տարի էլ այս կարգով եղել է։ Ովքեր են կողմ մյուս տանը դեր ձեռքը պահ մյուսը կոտայք մարզի ակում համայնք ապետարան անկա համայնքը ձեռտակրի բայց դեր չի ակցնա Կոտայքի մարզի ակունքի համայնքապետարանի արմատակազմից 2026 թվականի կառուցվածքը աշխատողների քանակը ապլիկացուցակը երկու աշտունային դրույթ շատերը հատվածեց մասին։ Դեր դարձի վերջնյան ասնիկ։ Ռոտացիան արտադրություն են ավելացնում, թե չէ։ Նոր օրենքի նախագծով արդեն ավելացումները անամենալ շատ են։ Նոր օրենքը դեռ հաստատված չի։ Դե հիմա դեռ դասեն հանձնաժողովում արտադրություն։ Այս դեպքում միանշանակ, եթե կարելի է պատասխանել, այս դեպքում միանշանակ հաստատ կվերանայվի դոտացիաները, միանշանակ, որովհետև դա ուրիշ կերպ հնարավոր չի վարչական բյուջեի ծախսը թույլ տա, որ այդքան վճարվի աշխատողը, ղեկավարը ու մնացած ծախսերը կմնան արդեն հաստատ թերի։ Մեր եղած բյուջեով էլի նկատի ունեմ, միանշանակ կվերանայվի դոտացիան։ Ես նույնիսկ քաղաքային համայնքների ղեկավարների հետ քննարկել եմ, նրանց բյուջեների ձևավորման ձևը։ Ուրեմն, ասած, արդիկ համայնքը 23 գյուղ է խոշորացված, քաղաքը
միլիարդ 200 միլիոն եւ դրա 2 միլիարդ 650 միլիոնը դոլար չէ։ Իսկ մեր մոտ լրիվ հակառակը։ Մենք հասնում ենք ֆոնդային վարչական հասնում ամեն բյուջեն կհասնի մինչև 3 միլիարդի, բայց մեր վարչական դոտացիան ընդամենը 360 միլիոն։ Հարցնում ենք, ասենք հարցադրում ենք անում դոտացիայի հաշվարկման բանաձևը խնդրում ենք բացվածքը ասեք, որպեսզի մենք էլ հասկանանք ինչ ձևով այդ բացվածքը բանաձևը հաշվարկվում։ Ես անդրիվում ունեմ Արայր Հարությունյանի հետ այդ հասնենք գրեք են հարցերի մեջ, որ քննարկենք իրար։ Ասա հասնում ու դարացը։ Sen bana ne? Tamam. Muhterem olsun. Hastalığı. Staying tarafından avansın bir müsaade Դոտակի մարզի ակուն կապանքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների 2026 թվականի աշխատողների քանակը աստիճանացած է պաշտոնային դրույթաչափերը հաստատել։ Այստեղ ևս նախատեսվում է փոքրինչ ամենասում հավելվածներից ես ներկայացրել։ Մենք մանկապարտեզների աշխատանքներն են, չէ՞։ Այո։ Համամասնորեն բոլորին։ Ըստ նախարարի հրամանով հաստատված գործակիցների Հնարավորինս համապատասխանեցված։ Հարցեր կան։ Եթե չկան ամեն քվեարկության ովքեր են գոհ։ Դեմ, դերնուպա դու ավարտեցիր ասպիտելի ունես։ Որտակի մարտերակում համայնքի ոչ առևտրային կազմակերպության 26 թվականի աշխատողների ակում համայնքի կոմունալ ծառայություն համայնքային հիմնարկի 2026 թվականի աշխատողների քանակը աստիճանացած եւ պաշտոնային դրույթաչափերը հաստատելու մասին։ Այստեղ ևս կատարվել է փոքրինչ փոփոխություն հավելացում եւ ներկայացնել։ Կան հարցեր։ Մենք մանկապարտեզի պայմանները չեն համապատասխանում լիցենզավորման։ Այն անցնելվի մենք կապտանի մանկապարտեզը լիցենզավորման ներկայացրել ենք։ դեռ ոչ բայց պատասխանում ենք։ Այս բանի նոր ջուրի ընթացքի մեջ հաջորդիվ արդեն կապիտալներ պատրաստում։ Որպես կենտրոն ամեն դեպքում փոխվի։ Ինչի համար կապիտալը խնամքի կենտրոն, որ ուզում ենք այդ ձևով այլ մինչև նորը կառուցումը արդեն սկսել են շինարարական աշխատանքները, որովհետև շենքային պայմանները չեն համապատասխանում լիցենզավորման, այդ ձևով պետք է պլանենք մինչև նոր մանկապարտեզ ունենանք։ Կան ուրիշ հարցեր։ Դարձը քիչ դրոս մնաց։ Տեխնիկավոր ծառայություն մատուցի դերը որ նշված է։ Կարգը
ոնց է լինում բնակիչների որտեղ դրանցից ամբողջ Սովորաբար մինչև հիմա ինչ դիմել են անվճար ավել են, բայց այդ գյուղատնտեսական անվճար են տվել, էլ մեր համայնքի բնակիչներն են, բայց ոնց որ թե մեզ մեղադրում են արդեն դրա համար, ինչի համար եք այդ կարգով անում, ասում դրեք այդ մեր համայնքի իշավներ, բայց պետք է դրան դրան, ստեղ ամեն դեպքում համայնք պետք է դիմեն, կամ վարչական տարածքը դիմեն, վարչական ղեկավարը արագ օպերատիվ կազմակերպի։ Սա ամենքը մի հատ կետ չկա տեխնիկա հետ կապված կարծում տարի ավելացնում, զոհված ինձավորների տանիքներին, մեկելի տանապահով, մի քանի բան շերտել։ Մենք կարող ենք չավելացնել, բայց միանշանակ այդպես է լինել, որ իմաստ չեմ տեսնում։ Կետ չկա, եթե չեմ հաշվում։ Ես ընդհանրապես ես ընդհանրապես ակված չեմ եղել, չեմ սիրում, որ վճարովի ծառայություն համայնքը մատուցի, բայց ամեն դեպքում ես ասեցի ինչն է պատճառը, դրա համար որ նախատեսած չեն գրել, դրա համար գրել են, մանքերություն են արձանագրել, դրա համար են նախատեսել։ Վճարովի չի ասել, Իսկ ես ասնիկացում տրվում սսմի ասեմ, բանվոր դրացը 230,000, բանվոր դրացը 160,000, կամ բանվոր 80,000, ինչ տարբերություն բանվոր։ Տարբեր աշխատանքներ են իրական։ Ամենելեկտրիկը 230 կամ 80։ Ծանրաբերություններով պայմանագրով են դրանք աշխատում։ Տարբեր բնակավայրերի աշխատակիցները ունեն տարբեր ծառայություններ, յուղերի դիմացները փոքր դրական։ Էլեկտրիկի դրած, էլեկտրիկ զար, Գյուղերը դրածը չեմ ուզում գյուղերը շեշտել։ Բանվորների գործառույթների տարբերությունները։ Աղբատար մեքենայի հետ վարորդի չէ, աղբատար մեքենայի հետ աշխատող բանվորները ուրիշ աշխատավարձ են։ Նրանցը բարձր է, ավելի թե ցածր։ Ուրիշ հարցեր կան։ Ովքեր եք հաստատելու ձեռնպա, դեր, անցնենք մյուս հարցին, ակում գավանքի սեփականություն հանդիսացող գույքը ոտնարելու մասին, ռախյալ, Ամենքային սեփականություն հանդիսացող ողբերի ժողովրդի վաճառքում նրան համակարգող հոգալով ներկայացած է 5 հողագծով, առաջինը սեղաբեր բնակավայր 240 բնակելի կառուցապատման հողամաս, ուղղակի վաճառքի 970,000 դրամ, դիմել Արսեն Սիմոնյանը, ունի 1416 քառակուսի հողամաս հանրակից։ Երկրորդը Զար բնակավայր 224,5 քառակուսի բնակելի կառուցապատման հողամաս, ուղղակի վաճառքի 800,000 դրամ, դիմել է Գուրգեն Քուդաշյանը, ունի 1020 քառակուսի հողամաս հարևանությամբ։ Երրորդը Հատիս բնակավայր 500 քառակուսի գյուղատնտեսական այլ հողատես, ուղղակի վաճառքի 500,000 դրամ, դիմել է Արմեն Աբրահամյանը, ունի հարևանությամբ 6109 քառակուսի հողատես։ Չորրորդը Նորգյուղ բնակավայր 589 քառակուսի գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողամաս, ուղղակի վաճառքի 2 միլիոն դրամ, դիմել է Արմեն Մանյանը, ունի հարևանությամբ 4974 քառակուսի հողատարածք։ Հինգերորդը 39 քառակուսի գյուղատնտեսական այլ հողատես, ուղղակի վաճառքի 100,000 դրամ, դիմել է Արմեն Մանյանը, հարևանությամբ ունի 441,71 քառակուսի մետր հողատես։ Ամենքային սեփականություն ճանաչված
Կադաստրային արժեքը 123,319 դրամ, կառուցապատողը Համլետ Համայեկյանը, երկրորդը կապիտան բնակավայր 25 քառակուսի գնանկելի հոլամաս կառուցված շինությունով կադաստրային արժեքը 56,570 դրամ, կառուցապատողը Արման Սաֆարյան, երրորդը ակումբ բնակավայր 599,2 քառակուսի գնանկելի կառուցապատման հոլամաս շինության հետ մեկտեղ կադաստրային արժեքը 1,976,623 դրամ, կառուցապատող Խալիլ Սարգսյան։ Բան հարցեր։ Ողնել հետ նա, չէ՞։ Հանդես կա պետական շինություն, որը իրացը չի, դրանից դուրս իրեն շինություն են արել և հետ սպասարկող տարածքով օրինականացնում։ Ուրիշ հարցեր։ Եթե չկա, անցնենք քվեարկության, ովքեր են կողմ քվեարկելու։ Դեր, ձեռնպահ։ Անցնենք մյուս հարցի, մասերի նպատակային նշանակությունը խոսելու մասին։ Հոլամասի նպատակային նշանակությունը փոխելու ունենք մեկ հոլամաս նոր բնակավայր, գյուղատնտեսական արոտավայրը, բնակավայրի գնանկելի կառուցապատման, միջգերեզրական հանձնաժողովի թիվ 41 թերմին երկրագործություն։ Մեկ դրական երկրագործություն։ Ովքեր են կողմ նպատակային դեր, ձեռնպահ։ Հողամասը ակումբ կամայքի, հողամասերը ակումբ կամայքի սեփականություն ճանաչելու մասին։ Համայնքային սեփականություն ճանաչելու մասին ունենք հողամաս նոր բնակավայրում 4475 քառակուսի գյուղատնտեսական բարելավով կադաստրային քարտեզով ֆիքսված է կառուցու սեփականություն, ճանաչում ենք համայնքային սեփականություն։ Հարցեր կան։ Այո, անհատ սեփականությունները հավիշտել է դրա։ Ովքեր են կողմ։ Դեմ, ձեռնպահ։ Ներ բնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանման մասին։ Բնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանման և վերանվանման մասին ունենք մեկ նոր փողոց նոր բնակավայրում։ Արդեն օբյեկտի մաս համայնքական գյուղնատու 29 փողոց։ Ամուսովին նոր փողոց, թափահասը չէ, ամուսովին նոր։ Կան հարցեր։ Եթե չկան անցներ, ովքեր են կողմ։ Դեմ, ձեռնպահ։ Այո։ Փոխանակություն կարող բաց է թողել։ Բացասական արձագանք լինում են, ասենք աշխատանքային բան, բայց գողաշինության ոլորտի հետ կապված, ասենք ես վարկությունը հասկանալով գիտեմ, բայց մարդկանց հետ չգիտեմ, մերժում են կամ հարցերին
որպես հորդորս, հիմնականում այդ ամեն ինչը տեղի ունենում ողաշինության հետ կապված։ Կամ մարդկանց դες բացատրում, որ իրենց հասկանալի է, ասենք նորմալ է դեպքեր կա, որ դեպքեր չի կարելի մերժվում է եւ այլ կարան դժգոհ։ Բայց որ չեն հասկանում ինչի համար է մերժված ու դժգոհում է, դա երկակ է հասկանում։ Ես արդյոք կոնտրոլում աշխատանքներ տանեմ, որ դժգոհության սանրակը իշտ։ Ուրեմն ես կոմանդեի դրացին, այդպես չի որ մենք տնայությունն ունենք, դժգոհ, ամեն օր շատ լարված վիճակավորում, ուրեմն բարդությունը ոչ մի կերպ չեք կարող դեռ հաղթահարել։ Ես ասացի Արայիկ Հարությունյանի հետ իմ հանդիպումը ուղղակի ես 24-ից արձակության լինելու հետադարձեցի մյուս տարվա աշխատանքային առաջին շաբաթ կհանդիպենք, որ կբարձրացնեմ նաև առաջի երթին հենց այդ հարցը։ Նախ ունենք կադաստրի հետ լուրջ խնդիր։ Մենք ոչ մեկի հետ չենք կարողանում ուղիղ պատասխանել, թեժգիծը չի պատասխանում, հասցեն 15 օր հասցերի ենք սպասում, 20 օր հասցերի ենք սպասում կադաստրից, որ հասցերի գալիս եմ մերժում։ Մի հատ նորից երկրորդ անգամ դիմում ես, նորից էլի հիմար պատասխան ուրիշ ձեռքարել։ Ես հիմնական խնդիրը և գերխնդիրը նպատակային նշանակությունների փոխելն է։ 450 հաթեթ ունենք կազմված, ամեն մեկ արդեն 5-րդ անգամ ենք գնում, գալիս ու ամեն անգամ տարբեր պատճառներով։ Ասեմ, որ բոլորը այս անգամ չի մերժել, ենթադրենք ունենք կադաստրի կոմիտեն կամ էկոնոմիկայի նախարարությունը դրա կամ թողել է եկելա, չէ։ Հիմա երկրորդ անգամ ուղարկում ենք, նորից դնում են այդ բոլոր գերատեսչությունները շրջանառության մեջ, որը օրենքով չկա, որ գերատեսչությունը մերժելը քաշի կոմիտեն միայն ընձեղ պետք է ուղարկի լրամշակումից է։ Բայց իրենք նորից դնում են, այս անգամ արդեն միակ ուրիշ գերատեսչություն ուրիշ Չէ, պետական աշխատանքի այդ ձև չասենք, պետական համակարգը ընդհանուր լավ է, հիմա ստեղ քաղաքաշինական հակարդեայի տեսչական մարմին և քաշի կոմիտե իրար մեջ հակասություն։ Իրանք բան Հայաստանի Հանրապետությունից դուրս են աշխատում։ Ոսով չեն հա։ Դուրսակալի հա, հիմա այդ հակասությունը չեն կարողանում լուծել և բոլոր համայնքներում այդ խնդիրն առաջացել, ումը հենց ասում մենք ասում ենք աղնորդ մենք հող չենք ուզում ծախել, հող պետք չի, օտարել չենք օտարի ոչ միա, նպատակային նշանակությունները դարձրեք մի քիչ ջուրին, մասի, բանով կարողանանք նպատակային նշանակություն ընդհանրել փոխել, ուրիշ բան մեզ պետք չի, ու սենց ամբողջ տարվա մեջ երկու հատ նպատակային նշանակությունն ափոխան, մեկը 70 քառակուսի միջամտելով, բարձրադրել ասում եմ, միջամտելով, խնդրելով տարբեր գերատեսչությունների պաստանցիա տեղադրելու համար, մյուսն ինչ է, Ռաֆիկ։ Մյուսն է կապիտանի մանկապարտեզի տարածքի շենքը, որ 8 ամիս ձգվեց, դրա նպատակային փոխեցի կարակ, որ ու էսկորտը, պարոն դրել է առալ, որ կարողացանք անել։ Հիմա ես 450 հատետ ընդեղ հավաքված դրաս ամեն մեկի համար ու մզանգեմ, խնդրեմ կամ այդքան հնարավոր չէ։ Ես դա սկզբից ասեցի, բարդությունը պատկերացնելով, բայց հասարակությունից մեր դժգոհությունը կա։ Անգամ եթե մերժվում է մարդը կամ գործը ձգվում է, լավ իրան բարձր։ Ուրեմն բնակիչներից նորմուղի բնակիչներից մեկը վարչապետին բողոք է գրել նպատակային նշանակությունը փոխելու վերաբերյալ, որ այդ խոչընդոտներին հանդիպում, գրել է բողոքել է այդ հակարդեային լողային տեսչական մարմնի վրա։ Եկան ստուգում, բացեցին մեր մոտ մի ամիս նստած ստուգում են արել, հիմա 200 նոր խախտում են արձանագրել։ Այդ նոր բնակիչ չի մարմիշ կոշիկը ապրել դարով գրացել չէ ասում։ Բարեկի դասանցի է, էլի։ Դաս վիճակ։ 40 պատերազմը բնակիչը բողոք դրեց, այդքան համայնք ստուգել։ ուրիշ մարդ։ Ստուգելն է գիտեք, չի կարող
Միոտը 41 ամսում ճիշտ բան դուրս կա։ Ոնց անեն շեղված է, կարող է 50 սանտիմետր դուրս է կացնի մի պատը, մի բանը։ Իսկ ինչը վերաբերում է այդ մնացած բաներին, նախ օրենքով արդեն աճուրդներն են բավականին բարդացրել, հիմա գնալու են էլեկտրոնային տարբերակի, հիմա ես չգիտեմ դա բարդ է հեշտ, բայց ամեն դեպքում դա գյուղացիների համար չէ ավարտել դեր։ Դե ոնց որ բայց մի օջի 3 հատ առավոտ։ Իրանը չի։ Դե լավ ինչ-որ մյուս հարցը Ակուն Գամաջի ավական 25 թվականի նոյեմբերի 11-ի N79A և N80A որոշումների մեջ լրացումներ կատարելու մասին։ Ստալինբեկյանը կներկայացնի։ Աշխարհագրական օբյեկտների անվանման մասին նախաբանում իմ օրենքի 18-րդ առաջին մասը ասում է, որ համար կատարման գաղափար եւ 80-ը որոշման մասին վերաբերում է ռոմանսի առաջին եւ արտակարգի պայմանների մասին, որը վերաբերում է լավասի հանքի որոշի լիցենզիա, ցույցով տրամադրումն է օնլայն եւ տեղական համակարգի Լիազոր մարմինը դրադեպքում ասպետան առաջարկելը նախաբանում նշել նաև 2001 թվական ապրիլի 12-ի որոշում։ Երկա դեր օգտագործման դեպքում հարաստացույցի տրամադրելու Հարցեր կան, Սամվելյանի չկա։ Ովքեր են կատարել փոփոխությունները։ Ով տեսա հա ձեռնով կա։ Վերջին հարցը Կոտայքի մարզի Ակուն Գամաջի 2026 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթաց սկսելու մասին։ Ներկայացնի Անահիտը։ Նախագիծը մշակվել է հիմք ընդունելով տեղական ինքնակառավարման մասին օրենքի 8-րդ հոդվածի առաջին մասի 14-րդ կետը, 11-րդ հոդվածը, 13-րդ հոդվածի 10-րդ մասը եւ հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը։ Մասնակցային բյուջետավորման գործընթացի իրականացման համար սահմանում է երիտասարդության, առողջ արտերկրի, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտները։ Առաջարկվում է համայնքում սկսել 2026 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթաց։ Այս գործընթացում համայնքի ներդրումը մասնակցային բյուջետավորման ձևավորված սուբվենցիոն ծրագրի կամ ծրագրերի իրականացման համար պետական ֆինանսավորման գումարից բացի համայնքի բյուջեում որպես ֆինանսավորման մասնաբաժին հատկացվել է 21.228.200 դրամ։ Իսկ պետության մասնաբաժինը 23.771.800 դրամ։ Առաջարկում է համայնքի ղեկավարին որպես ծրագրային բաղադրիչ ներառել համայնքի 2026 թվականի տարեկան աշխատանքային պլանում, բյուջեում և 2026-28 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրում համայնքի բնակիչների կողմից քվեարկության արդյունքում ընտրված առաջարկը կամ առաջարկները ներկայացնել բավական հավանությանը, իրականացնել վերահսկողություն մասնակցային բյուջետավորման գործընթացի նկատմամբ։ Եվ մասնակցային բյուջետավորման գործընթացի ներդրումը հնարավորություն է տալիս համայնքում խթանել բնակչության անմիջական մասնակցությունը բյուջետային գործընթացների, մեծացնելով հանրային ռեսուրսների բաշխման հաստատականությունը եւ արդյունավետությունը։ Համայնքի բնակիչներն այսուհետ հնարավորություն ունենան ներկայացնել իրենց համայնքին առնչվող ծրագրեր, որոնք
փոքր համայնքների փոփոխություն է եղել, ինչը նախագիծը հաստատված չէ, օրագրված չէ, բայց փոփոխություն է լինելու, այսինքն փոքր համայնքներն հնարավորություն են ունենալու, առավելություն են ունենալու նաև եւ մրցույթում հավասար պայմաններում մասնակցելու մեծերի հետ։ Մի հատ հարցել եք, դիմացը չի կարողացել, որ անցածների բազմերի մասնակցության բյուջեով ակունքի մշակույթի թվում ձայների մեծամասնության, այո, հիմա մի հատ ինչ-որ բան մշակում, որ մեծ համայնքում իշխանող որտեղ միշտ մեծ համայնքը հատում է, սուտը գյուղի միշտ ակունքը հատում է։ չէ, բայց դե ամեն ինչու միշտ հատում է, հատա, բնավորություն մնացածը չգիտեմ, էլի, մի քիչ ժողովրդավարական չի։ Ժողովրդավար չի, էլի, իշխանությունները մնացում, մի քիչ ավելի փոխել։ Առաջին հնարավորություն քվեարկել 1 կամ 3 ծրագրի օգտին, հիմա առավել, եթե ներկայացված է ենթադրենք 3 ծրագիր, առավելագույնը 2-ի պետք է, պարտադիր 2-ի պետք է քվեարկես։ Այս դեպքում փոքր համայնքները ավելի մեծ հնարավորություն են։ Իսկ մի առաջարկ, եթե ըստ որում կներեք, եթե նույն բնակավայրից 2 ծրագիր են ներկայացված, միայն այդ բնակավայրի բնակիչը այդ բնակավայրի 1 ծրագրի օգտին կարող է քվեարկել, մյուս ձայնը անպայման պիտի տա մյուս ծրագիր։ Հասկացա, իսկ եթե այս մասնակցային բյուջեն ակունքի բյուջը կոնկրետ չի մասնակցել, ամենը դարձակով ակունքի բնակիչներ։ մենք չենք մասնակցել։ Կարող մասնակցել Մյուս յուղերի մենք նախ սկզբանը մեր սխալ տվեցինք, որ մենք ունեինք պլանավորած, որ այդ գումարը այսպես պետք է ծախսենք դաշտի վերանորոգման համար։ Հետո երբ որ այս առաջավայրների մասին, որներ առաջիկայում քննարկենք։ Բնակավայրերը կներկայացնեն իրականում չեն։ Դե մենք կառաջարկենք ստանքությունա։ Մերը ներկայացված։ Ինչա՞։ Ակտիվ աշխատենք ոսայ։ Բնակավար։ Ակտիվ թատրոն։ Բնակիչները երիտասարդները ակտիվ մասնակցում են, կողքի գյուղերին են մասնակցում։ Եթե կողքի գյուղի երիտասարդը մարմնական վերցրած ամերը Սոտայքում 50 են, կամ Պապուսանում 50 են, 10-ից 20 Զարում լավ մասնակցեցին, բայց քանի որ բնակչության թվականը քիչ է, չկարած մշկան։ Ես էլ դի նկատի ունեմ, այսինքն կապ տանում, եթե մի ծրագրի մեկի գործարկում, բնակի։ Ես մեծ գյուղերը միշտ շահում են։ Մի լավ ես մեկը մեծ գյուղը շահեց, հաջորդ մասնակցային ունեն, արդեն այդ մեծ գյուղը չի մասնակցել։ Բայց իրեք ծրագիր ներամեն ոսեկրիկ բնավ։ Այսինքն դուք ուզում եք ասել բնակչությունից է կապված, բնակչության ակտիվությունից է կապված, դա բնակչության Ես ասացի Մարզան ջան, նախ մենք չերնելու եւ հետո հայտարարություն չկա, եթե մենք սխալ գործարքների սկզբանե։ Այդ բանը, այս այսպես մեծ գումարը բանից նախատեսված կա։ Ես մենք որոշել ենք, ասացի նպատակային փոխի է, հատկացի այս գումարը կվերանորոգել։ Ես անջուրել պետք է արվի, ասինքն արդեն լրացուցիչ դրա համար գումարների բան, կացիկություն արեցի, Որակարգային արձերը սպառված են, մասնակցային բյուջետ
ձեր նպատակը։ Մասնակցել բյուջեի կողմը։ Բայց պետք է անցնի շահը, որ դա օրենքն էլ Խաչատրյան, բացի դա օրենքն էլ փոխվում, հիմա կարգավորվում է, ըստ կարգավորվի նոր դրանով կանենք, որովհետև այդ սխալը իրանքել է, որ փոքր դուբալը դուրս է իմանա, այդ արբիրանները ձեր հիմա վերջին լիստները հասկանում մենք բավականին աշխատան կատարել ենք և ունեցել ենք նաև դժվարություններ, ունեցել ենք թերություններ, որոնք բայց տարվան նախամուտի բոլորը դրական արձանագրվում իրապես եթե աշխատում ես բնականաբար դժվարություններ պետք է ունենաս տարվան ընթացքում և ընդհանրապես անընդհատից եթե չես աշխատում կարող ձեռքը դրմանաս նստես ես շնորհակալ եմ բոլորին շնորհակալ եմ հավաքական անդամներին և օգտվելով առիթից ուզում եմ շնորհավորել բոլորին գալիք նոր տարի Սուրբ Ծնունդը հաջողություն մաղթել ձեզ և ձեր ընտանիքների ասել որ ապրեք առողջ երջանիկ և հույսով ավելի լավ համայնք ունենալու և ցանկության և ձգտման մենք ամեն դեպքում կարողացել ենք անել նույնիսկ անհնարին ասել իրապես անհնարին մեծ դժվարությունների հանդիպելով և ֆինանսական և մնացած ձևերով բայց պարտով դուրս ենք եկել ևս 300 միլիոն դրամ զապազով տեղափոխում ենք 2026 թվական